Բարև աստղիկասեր հեռուստադիտող, բեմ, միկրոֆոն, երաժշտություն, թատրոնի փուլը շարունակվում է, թատրոնի փուլում պահանջները բարդանում են, ասեմ որ երեխաների թիվը նվազում է, իսկ պայքարը շարունակվում է։ Աստղի 3 նախագծի թատրոնի փուլի առաջին օրն ավարտված է։ Դո ռե մի ֆա սոլ լա սի։ Փոքրիկներին, ովքեր հաղթահարեցին այս փորձությունը, սպասվում է երկրորդ, առավել դժվար օրը։ Հուզված եք։ Ոչ։ Եվ ինչու՞ է պայմանավորված, այդքան վստահ եք, որ կանցնեք։ Այո։ Ինչ եք զգում այս պահին։ Ես չեմ լարվում, որպեսզի լավ երգեմ։ Վախենում եմ։ Ինչի՞ց ես վախենում։ Եվ որ չանցնեմ։ Չգիտեմ, ուղղակի լարված եմ։ Բայց հենց որ երգեմ, արդեն չեմ լարվի արդեն։ Հաղթահարելով արդեն մի քանի փուլ, ինչ ասացին ծնողներդ, ինչ խորհուրդ տվեցին։ Խորհրդվեցի, որ այս փուլին վավչե չլարվեմ, ընդհանրապես չլարվեմ եւ վստահ երգեմ։ Ինձ ասացին, որ անպայման ամեն անգամ պետք է ավելի լավ ներկայանանք, որովհետև ամեն անգամ բարդանում եմ ուստերը։ Մաման պապան ինչ ասեցին, որ դու անցար։ Ասեցին, որ ես բոլոր փուլերն է կարող եմ անցնել։ Ինչ խորհուրդ տվեցին, ինչ ասացին, գովեցին, խորհուրդներ տվեցին։ Գովեցին։ Ասացին, եթե չանցնես մյուս անգամ, չտխրես։ Հուզված եք։ Այո։ Ոչ։ Ինչով է պայմանավորված վստահությունը։ Լավ կատարմամբ։ Առավոտյան փչեցով արտս ծփած դարձավ լոր, արտից միջից թռավ լոր, թռավ ընկավ սար ու ձոր։ Ինչ է զգում այս պահին։ Հուզմունք, վախ։ Մասնակիցներին բաժանվել են երգեր։ Այս անգամ նրանք ելույթ կունենան դաշնամուրի նվագակցության ներքո։ Երգել ես արդեն։ Այո։ Ինչ ասացին, տպավորությունների մասին պատմիր։ Շատ լավ տպավորություններ ստացա, որ երգեցի։ Նարեկ Տուրյանը շատ հավանեց իմ երգելը եւ բոլոր ժյուրիի անդամները։ Ինչու ես լացում։ Որտեվ ֆալշ եմ երգել։ Այսինքն Ֆալշ եմ երգել։ Ինչ ասացին ժյուրի անդամները։ Բան չասեցին։ Առանց մեզ ինչ լինու երգ, առանց մեզ ինչ վարարել, ինչ լավություն, ինչ Հուզվածությունը երգելուց առաջ էր, հիմա սպասողական վիճակ է, տեսնենք ինչ կստացվի։ Լավ ես պատրաստվել։ Ինձ թվում է այո, բայց ժյուրին կասի պատասխանը վերջում։ Ինչ ես անելու, որ գոհացնես ժյուրի անդամներին։ Կորզես այո պատասխանը։ Չգիտեմ, եւի ամենալավը պետք է ներկայանա։ Դրան չգիտեմ։ Ինչ եք անել, որ գոհացնեք, լավ եք պատրաստվել։ Այս անգամ այո, ամեն անգամ ինձ լավ եմ պատրաստվում։ Առավոտյան փչեցով արտս ծփած դարձավ ծով։ Շատ լավ էր, ինձ թվում է լավ երգեցի ու նաեւ ժյուրիի դուրն էլ եկավ։ Подари улыбку миру, радугу цветных огней, улыбнись улыбкой счастья, сердце каждого согрей. Փորձությունը չհաղթահարելու վախ, հուզմունք, լարվածություն։ Այս ամենը թատրոնի փուլում կրկնապատկվում է, իսկ ժյուրին դառնում է ավելի խստապահանջ։ Պարզապես մասնակցում եմ, բայց կուզեի նաև հաղթել։
ձգտում եմ դառնալ աստղիկ։ Շատ եմ ուզում անցնել, իսկ եթե չանցնեմ, էլ ընդհանրապես չեմ երգելու։ Շատ կտխրես, որ չանցնես։ Չէ։ Այսինքն նպատակը աստղիկ դառնալը չէ, պարզապես մասնակցությունը։ Չէ, նպատակս աստղիկ դառնալն է, ուղղակի ես շատ հնարավորություններ ունեմ։ Դո ռե մի ֆա սոլ յա սի, մենք կերգենք դու լսիր, 7 նոտա ենք 7 ընկեր, առանց մեզ ինչ խինդ ու երգ, առանց մեզ ինչ տոնածար, ինչ ուրախություն, ինչ պար։ Ինչով ես զբաղված։ Ես ուրախանում եմ ընկերներիս հետ։ Քեն ընկերներ։ Նարեկը Մեկը լուրը։ Խախաս, հեսա։ Մեկը լետք։ Արդեն ընկերացել եք։ Բա ոնց։ Շարունակվի ձեր ընկերությունը։ Այո։ Վստահ, ասում եք այո։ Վստահ եմ։ Հուզված չեք։ Ոչ։ Չէ։ Ձեզ կանցնեք։ Հավա ոնց։ Դո ռե մի ֆա սոլ յա սի, մենք կերգենք դու լսիր, 7 նոտա ենք 7 ընկեր, առանց մեզ ինչ խինդ ու երգ, առանց մեզ ինչ տոնածար, ինչ ուրախություն, ինչ պար։ Ինչով եք զբաղվում։ Բիթբոքս ենք անում։ Այո։ Բիթ ենք անում։ Հիմա շատ մոդա է։ Սիրում եք ռեփ։ Այո, շատ։ Ժյուրին ամփոփում է արդյունքները բոլոր մասնակիցների ելույթներից հետո։ Իսկ թե ովքեր կմնան նախագծում եւ կշարունակեն պայքարը, պարզ կլինի հաջորդ լրացրած օրագրերից։ Հուսով եմ այս ընթացքում դու գտել ես քո նախընտրած մասնակցին։ Իսկ նա կհայտնվի հիմնական կազմում թե ոչ, կիմանաս, եթե դիտես աստղիկի հաղորդումը։ Կհանդիպենք։